Զգուշ քայլիր Երևանում, մարդես մեկ էլ տեսար սայթակեցիր ավազի պես ոտքի տակ փախչող սալիկներին։ Ագրարային համալսարանի ետնամասում մոտ 2 տարի առաջ տեղադրված սալիկները մարդկանց ոտքերի տակից փախչում են։ Քաղաքապետարանը հները հանել, նորերներ տեղադրել, իբրև բարեկարգել, բայց սալիկները կարճ ժամանակ անց ավազի մանր հատիկների է վերածվել։ Աբովյան պուրակի ու ագրարային համալսարանի արանքում մի խոր վերք է բացվել։ Քայքայվել են նոր սալիկները։ Այս մայթով քայլելիս տպավորություն է, թե Երևանի ձմռան համար նախատեսված ամբողջ աղնու ավազը այստեղ են ցանել։ Աղահալվել, ավազը մնացել է։ Քաղաքով մեկ գրեթե բոլոր տեղերում, որտեղ տեղադրում էին այս ատկատով սենց կոչված տոմետները, բոլոր տեղը փշրվել են, թե Աջափնյակում, թե Նոր Մարաշում, գրեթե բոլոր տեղերը։ Ես չեմ հասկանում, կարող է ինչ-որ ՔՊԱ-կանը կամ Նիկոլ Փաշինյանը կամ Տիգրան Ավենյանը տոմետի ցեխ են դրել ու տենց իրանց ցեխի արտադրանքը երևանցիներին հրամցնում են։ Մայրաքաղաքի շին բարեկարգումները խոշորացույցի տակ առած Արթուր Չախոյանի համար զարմանալի չէ, որ այս մի մայթն էլ է արժանացել քաղաքային իշխանությունների անփութությանը։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տալի հեծանիվ քշելուց մի անգամ էլ այս հատվածով քշի եւ նկարի իր TikTok-ում հրապարակի եւ երևանցիներին տենց հիասքանչ բարեկարգում ցույց տա, որը երբևիցե այսպիսի բարեկարգումներ չեն եղել։ Ակտիվիստ բլոգերն ասում է, մի քանի ամիս առաջ անորակ աշխատանքի մասին ահազանգել բողոք է տարել քաղաքապետարան։ Դրանից հետո մայթի մի մասը մոտ 180 քառակուսի մետրը նորից վերանորոգել են, բայց կրկին անորակ տոմետներ են շարել, որոնք կամաց-կամաց բռնում են իրենց նախորդների ճամփան, քայքայվում են։ Վերե ծածկադմփոց են արել այն հատվածում, մի փոքր հատվածում մի քիչ թարմացրել են, բայց նույն անորակ տոմետներն է, այսինքն այդ ամենը նշանակում է այն, որ հենց Երևանի քաղաքապետարանի գլխավորությամբ այդ ամեն ինչը հովանավորությամբ է։ Քանդվող մայթով քայլող այս մարդը շինարարությամբ զբաղվել է ու իր համար էլ է անհասկանալի։ Ինչու են անորակ տոմետներ շարվել, հատկապես այս մայթին, որով հազարավոր ուսանողներ են քայլում ամեն օր։ Շարելը ոչինչ, նորմալ շարածա, նորմալ է, բայց պամետը չի որակով։ Ով է պատասխան տալու հերոս հարկատուների փողերը ավազ դարձնելու քամուն տալու համար։ Իսկ թալանչի բա ի՞նչ է։ Հարց, որը հետաքրքրում է այս մայթով անցնող ամեն երևանցու։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։